Հոգեսոմատիկ անդագիտություն է մեր հոգեկանի և մարմնի մասին, երբ որ մեր հոգեկանը և մարմինը փոխ կապակցված են և աշխատում են միասին, և չկա ֆիզիկական առողջություն առանց հոգեկան առողջության և իհարկե ճիշտ հակառակը։ Եթե փորձենք ընդհանուր որոշակի կանոններ ասել, ինչպես կարող ենք հոգեսոմատիկան ավելի բաց ներկայացնել, ապա մարմնի տարբեր մասեր ինչպես են արձագանքում մեր խնդիրներին, Ենթադրենք ունենք մտածողական խնդիր և ունենք շատ մտքեր, այդ մտքերի մեջ խճճվել ենք, չենք կարողանում մեր մտքերը իմի բերել կամ ինչ-որ որոշում կայացնել և այլն, այս հոգեբանական խնդրին առաջինը արձագանքում է մեր գլուխը։ Կարող ենք ունենալ գլխացավեր, խնդրի տարբերակների մեջ, եթե շատ տատանվում ենք, ունենանք գլխապտույտ, Եթե գլխից իջնենք ներքև պարանոցը, ապահովում է մեր գլխի ճկունությունը, չէ՞, ապա եթե մենք կյանքում կորցնում ենք մեր ճկունությունը, օրինակ, չգիտեմ, ինչ-որ հարցերում չենք կարողանում տեղավորվել, ճկուն լուծումներ տալ և այլն, ապա պարանոցը ևս կարող է արձագանքել պարանոցային ցավերի տեսքով։ Մեր ողնաշարը, մեջքի ցավերը կարող են մեզ համար ազդակ լինել հենարան չունենալու, երբ չունես ապահովության զգացողություն, չկա հենարան, կա շատ գերպատասխանատվություն և այդ պատասխանատվությունը կրում ես միայն դու, կիսում ես միայն դու, չկա մեկում հետ ու դա կարող ես կիսել, ապա մեջքում կարող ենք ունենալ ինչ-որ թափառող ցավեր։ Ոտքերը կյանքում ինչ-որ քայլ անելուն, եթե դու կյանքում պետք է ինչ-որ քայլ անես, բայց չես կարողանում անել, դրան համար կան օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ պատճառներ, կարող ենք ունենալ ոտքերի ցավեր։